խոսում դա ուղղակի Էլի Նիկոլ Փաշինյանի անունն եք տալիս։ Այո, Շատ եք սիրում, շատ եք սիրում։ Գոնե ասեք ձեր կարծիքով հանցագործ Նիկոլ Փաշինյանը, ես էլ կասեմ այո, բայց դատարանը դեռ չի որոշել վերջնականապես, դրա համար մենք առայժմ ընդամենը հաղորդում տվողի մակարդակին ենք։ Ասում է, դե գիտեք ինքը Վեհափարեն Ավազանի անունով է կոչում, չենք կրկնի, հայ առաքելական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս, ասում է Նիկոլ Փաշինյանը, խնդրեմ։ Ոմանց համար Նիկոլ Փաշինյանը կարող է ինչ-որ մեծություն է, բայց բոլոր առողջ մարդկանց համար երեկվանից հետո, երբ ես իրեն եղբայրաբար, ավակ եղբոր իրավունքով հորդորեցի գնալ դատախազություններ մեղայականով հանդես գալ փրկվելու համար, բոլորը պիտի հասկանան, որ քրեական ծանրագույն, գիտեք, դա պետական հանցագործություն է, կոռուպցիոն հանցանքների փունջ էինք հավաքել։ Այդ մարդը չի կարող, դրա համար հենց իր անունը տալիս եք, ձեր գիտակցության մեջ պիտի գա։ Լավ, այսպես պատկերացնենք։ Քրեական ամենածանր հանցագործություն կատարած անձը հանկարծ իր հանցագործությունների մասին չի խոսում, խոսում է ուրիշ բաների մասին։ Միթե ակնհայտ չի, որ ինքը դա անում է ուշադրությունը ցրելու համար։ Կաթողիկոսի ով լինելը որևէ անհատ չի որոշում։ Դա հսկայական համայնք է որոշում։ Եթե այդ համայնքը նույնիսկ սխալ է կատարում ինչ որ հարցում, քո կարծիքով, դու դատավոր չես։ Հիմա ես երբ խոսում եմ, ասում եմ, չէ, Նիկոլ Փաշինյանի ես մեղադրում եմ SS բաներում, բայց ես հասկանում եմ, որ կա ինքն էլ պիտի կա դատարան, ես հասկանում եմ դա, բայց ինքը չունի այդ տարրական գրագիտությունը, որ համարի, որ կա հոգևոր խորհուրդ։ Բան ունես ասելու, հոգևոր խորհրդին դիմիր քաշվիր մի կողմ։ Բայց ինքը, եթե մենք հիմա խոսում ենք Վեհափարի մասին, երիտասարդական տարիքում ինչ որ բանի մասին է ինքը խոսում։ Այդ մարդը դրանից հետո ունեցել է հազարավոր կիրակիներ, ամեն կիրակի այն բանի համար է, որ սխալներ թույլ տված մարդը գնա եւ տիրոջից թողություն ստանա։ Բայց սա իրենը այլ բան է, իրենը քրեական հանցագործություն է։ Դու չես կարող գնալ ապաշխարելով Նիկոլ Փաշինյան, գնալ ասել, որ գիտես ինչ կա Տեր իմ Աստված, ես խախտել եմ սահմանադրական օրենքը, բայց ինձ ներիր։ Տերը կարող է քեզ ների։ Բայց դատական համակարգը չի կարող ներել։ Հայկական պետությունը քեզ ներել չի կարող, դու քո մասին մտածիր։ Եթե դու Վեհափարին մեղադրում ես երիտասարդական տարիքում ինչ որ շեղում թույլ տված լինելու մասին, որի համար գուցե ինքը հազար անգամ ապաշխարել է, եթե դու ճիշտ ես։ Ես չեմ խորանում այդ հարցերը, իմ գործը չի։ Եթե ճիշտ ես, ընդհանրապես պետք է հոգևոր խորհրդին մի հատ նամակ գրեիր, ասեիր, խնդրում եմ մտածեք, որքանով է սա ճիշտ։ Այնտեղից էլ դե հիմա դուք ասում եք ով է ինքը, բայց իր մասին ինձ հարց եք տալիս, ստիպում եք շեղվել կարևորագույն խնդիրներից ու խոսել իր մասին։ Ես իմ գնահատականը տվել եմ եւ հիմա կրկնում եմ, ամեն ոք, ով որ Նիկոլին տեսնելուց առաջ հիմնական այդ օրվա թեմայից բացի եւ դրանից առաջ, եթե իրեն չի ասի, բայց գիտեք, պարոն Փաշինյան, մենք մերս վերջին մի քանի 100 տարվա մեջ մեկ անձ ունենք, որը քաղաքական ազգային հաջողությունների է հասցրել ինչ որ չափով մեր ժողովրդին, դա Պարույր Հայրիկյանն է։ Այդ անձը ձեզ համարում է հայության համար, պետության համար, մարդկության համար ամենավտանգավոր անձը եւ ձեզ որոշակի մեղադրանք է ներկայացրել։ Դուք ստրկացնելով գլխավոր դատախազին, հակակոռուպցիոն կոմիտեին, ձեր ենթականերին, ձեր պահպանելու համար, ձեր իշխանությունը պահպանելու համար, նրանց էլ իշխանության բաժին ու փող տալով շարունակում եք ձեզ չհամապատասխանող պաշտոնավարությամբ զբաղվել։ Դուք ինչ իրավունք ունեք խոսելու ուրիշի մասին։ Այս այն դեպքն է, երբ Աստվածաշնչում ասվում է. դու քո աչքի գերանը չես տեսնում, ուրիշի աչքի փուշն ես տեսնում։ Այս է դեպքն է։ Եվ մի ուրիշ կարևոր բան էլ ասեմ։ Ինչ իրավունք ունի խոսելու եկեղեցական խնդիրների մասին այն մարդը, որը չգիտի թե Աստված ինչ է։ Հասկանում եք, այս երկոտանին համարձակվեց ասել, դեռ պիտի քննարկենք, հնարավոր է, որ առանց տղամարդու մասնակցության երեխա ծնվի։ Այս խոսքերը ինքն ասել է, չէ՞։ Սա նշանակում է իդիոտության այն մակարդակին ասել, որ չգիտի, որ Աստված ամենակարող է։ Այսինքն, երբ խոսում է աստվածային գործերի մասին եւ Աստված արեց մի բան, Աստված քեզնից քո նման իդիոտից նրանով է տարբերվում, որ ինքը կարող է անել բաներ, որ դու չես կարող անել։ Եվ այդպես մտածող մարդ, այսինքն Աստված էության մեջ, Աստված հասկացությունը չհասկացող մարդը այսօր վերեկանգնում խառնում է աստվածային գործերին։ Մի բանի մասին դու մտածելու միայն մի բան ունես։ Ինչպես անես, որ քո նկատմամբ մեղ պատիժ սահմանվի։ Եվ պարզվում է, ես մի քիչ քո մասին ավելի շատ եմ մտածում, քան ինքդ Նիկոլ Փաշինյան, որովհետև ես քեզ խորհուրդ տվեցի, գնա դատախազություն, խոստովանականդ գրիր, ասա ինչու ես 8 անգամ արգելափակել Հայրիկյանի դիմումները,
գումարած այս վերջինը, որ 3 եմ հանձնել, դա 9-րդն է, որում ես քեզ հորդորում եմ նախկինում տված ես հանրագրերից որևէ մեկը անմիջապես ներկայացնել քննարկման։ Դա է, դու մտածի թե ինչպես փրկվես։